Հաղորդակցության և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման իրենց հմտություններն են զարգացնում Գեղարքունիքի մարզի կրթական հաստատությունների մանկավարժները և թեմայով հետաքրքրված այլ մասնագետներ։ Երկօրյա աշխատարանի ընթացքում նրանք ուսումնասիրում են ոչ բռնի հաղորդակցության, հուզական ինտելեկտի և խաղաղաշինության սկզբունքները։ Կարևոր ենք համարում այս միջոցառման կայացումը Գավառ քաղաքում, որը կնպաստի նաև այն մարդկանց, ովքեր որոշակի դերակատարումներ ունեն համայնքներում և ուսումնական հաստատություններում, նրանք կունենան այդ հաղորդակցության հնարավորությունը և կզարգացնեն մի շարք հմտություններ այդ քննարկումների միջոցով։ Դպրոցում, համայնքում, նաև ընտանիքներում հաճախ հանդիպում ենք տարաձայնությունների, նույնիսկ մեր կամքից անկախ հայտնվում ենք որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում և այն է, թե ինչպես պետք է դուրս գանք հենց մեր պատասխանատվությունն է։ Աշխատարանը կառուցում են մասնակիցների անձնական օրինակների վերլուծությամբ, նշում հաղորդակցության մեջ տեղ գտնող բաց թողումներն ու դրանք շտկելու քայլերը։ Արդյունավետ հաղորդակցությունը պայմանավորված է մեր հարցադրումներով և խոսույթով, շեշտում է դասընթացավարը, լսարանին ներգրավելով ինտերակտիվ խաղի մեջ։ Այնպես չի, որ մենք հաղորդակցության հետ խնդիրներ ունենք կամ չենք հաղորդակցվում, միմյանց հետ, ուղղակի շատ կարևոր է նաև հասկանալ ինչպես դա ճիշտ անել, որովհետև շատ ժամանակ մենք չենք կարողանում ճիշտ արտահայտվել կամ ճիշտ հասկանալ դիմացինին, դրանից շատ հարցեր են բխում և խնդիրներ։ Եթե չշտկենք դա, երևի մեր հասարակությունը առաջ չի գնա։ Ինձ համար հուզական ինտելեկտը դա է, երբ դու կարողանում ես ճանաչել քո զգացմունքները և դա ճանաչելով կարողանում ես ավելի ամուր դարձնել ու կայուն դարձնել քո հուզական ինտելեկտը, որը պաշտպանված կլինի տարբեր տեսակի հարձակումներից, մանիպուլյացիաներից ու ոչ միայն մեզ համար, այլ նաև դիմացինի համար, որպեսզի կարողանանք ընկալել ու հասկանալ դիմացինի զգացմունքները, հարգել դրանք։ Կարողությունների զարգացման աշխատարանը Restart Գավառն իրականացնում է պրոֆեսիոնալ մեդիան և քաղաքասարակությունը միավորում են ուժերը հանուն երկխոսության ծրագրով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։